Ահա այն երկիրը, որտեղ ծագեց քրիստոնեությունը, եւ ահա այն երկրները, որոնք ընդունել են քրիստոնեությունը։ Այսօր դրանք աշխարհի մեծ մասն են կազմում։ Երուսաղեմ, Սուրբ Վայր քրիստոնյաների, մահմեդականների եւ հրեաների համար, ուխտատեղի ամբողջ աշխարհի հավատացյալների համար եւ պարզապես կյանքով լի քաղաք։ Իդեպ հնագույններից մեկն աշխարհում։ Հայերի անունը շատ հնուց է կապված Երուսաղեմի հետ։ Այսօր էլ ինչպես շատ դարեր առաջ հայկական թաղամասն ընդգրկում է 5 քաղաքի քառորդ մասը։ Երուսաղեմում 3 կրոնների համար սուրբ համարվող վայրերի մեծ մասը ստեղծվել եւ պահպանվել են շնորհիվ Երուսաղեմի հայ թագուհիների։ Եկեք անցնենք Երուսաղեմի պատմության այն հատվածներով, որոնք կապված են հայ թագուհիների հետ եւ ծանոթանանք նրանց թողած ժառանգությանը։ Առաջին թագուհին Աստվածապաշտեղին են, փոքր հայքի արքա Աբգարիկինը, ամուսնու մահից հետո թողնելով շքեղ արքայական պալատը 42 թվականին ուղևորվում է Երուսաղեմ, որտեղ այդ ժամանակ սով էր։ Թագուհին վաճառելով իր բոլոր զարդերը Կիպրոսից եւ Եգիպտոսից գնում է ցորեն եւ այլ մթերքներ ու կերակրում է բոլորին առանց բացառության՝ քրիստոնյաներին, հուդայականներին եւ հեթանոսներին։ Երբ բոլորեց Երուսաղեմում նրա գտնվելու 5 տարին, հրեական հողում սովը վերացավ եւ թագուհին սկսեց զբաղվել շինարարությամբ։ Որպեսզի վերացումից եւ պղծումից փրկի Աստծո հետ կապված բոլոր վայրերը, նա սկսեց եկեղեցիներ կառուցել դրանց վրա։ Առաջին հերթին պարսպեց Տիրոջ գերեզմանը եւ նրա վրա կառուցեց բրգաձև փոքր եկեղեցի։ Հետագայում պարսպապատում է նաեւ Տիրոջ ծննդյան վայրը Բեթխեհեմ քաղաքում։ Ապա եկեղեցի կառուցեց այն վայրում, որտեղ թաղված էր Սուրբ Հակոբոս Առաքյալ Զեբեդյանի գլուխը։ Հիմա այդ վայրը պատկանում է հայկական եկեղեցուն։ Նա նաեւ պարսպեց Սուրբ Աստվածածնի դամբարանը։ Պարսպելով քրիստոնյաների համար սուրբ այս վայրերը, նա պաշտպանում է դրանք նսեմացումից եւ պղծումից։ Հեղինեին մահից հետո հուղարկավորում են թագուհուն վայել բոլոր պատիվներով։ Հին պատմագիրները գրում են, որ Հեղինեի դամբարանն իր վեհությամբ եւ գեղեցկությամբ զիջում էր միայն լեգենդար թագավոր Մավսոլեսի հոյակեր դամբարանին Հալիկ Առնասուն, որը աշխարհի 7 հրաշալիքներից մեկն է։ Երուսաղեմի ավերումից հետո դամբարանի տեղը անհայտ է մնում։ 1096 թվականին Ուրբան II Պապը հայտարարեց առաջին խաչակրաց արշավանքի մասին եւ եվրոպացի ասպետների զորքն ուղևորվեց ազատելու Սուրբ Հողը սարացիններից։ Խաչակիրների նավերը հյուրընկալեց Կիլիկիայի թագավորությունը, որտեղից է սկսվեց հայերի կապը խաչակրաց արշավանքի հետ։ Երբ խաչակիրները ժամանեցին Կիլիկիա, ընդհանուր բանակից անջատվեց ամբիցիոզ Բալդուին Բուլիոնցին, ով իր փոքրաթիվ զորքով շարժվեց դեպի Եդեսիա, շատ արագ ընկերացավ տեղի հայ իշխան Թորոսի հետ եւ շատ չանցած Թորոսը որդեգրեց նրան հայկական ծիսակարգով։ Հենց այդ տարում Թորոսը սպանվում է Բալդուինի դավադրության արդյունքում եւ հիմք է դրվում խաչակրաց առաջին պետությանը, Եդեսիայի կոմսությանը։ Բալդուինն իր համար կին է ընտրում Արդային, տեղի հայ մեծահարուստ ու ազդեցիկ իշխաններից մեկի դստերը։ Այսպիսով Արդան դառնում է Եդեսիայի առաջին կոմսուհին։ 1100 թվականին մահանում է Բալդուինի ավագ եղբայրը, Երուսաղեմի առաջին թագավոր Գոթֆրիդ Բուլոնցին ու գահն անցնում է Բալդուինին։ Բալդուինը եւ Արդան թագադրվում են 1100 թվականի նոյեմբերին Սուրբ Ծննդյան տաճարում։ Սակայն Արդայի եւ Բալդուինի ամուսնությունը երկար չտևեց, եւ Բալդուինը ոչ պաշտոնապես բաժանվեց Արդայից, նրան ուղարկելով Սուրբ Հաննա Մենաստան։ Քիչ ժամանակ անց Արդան խնդրում է Բալդուինին իրեն ուղարկել Կոստանդնուպոլիս, եւ թագավորը բավարարում է այդ խնդրանքը։ Արդայի հետագա կյանքի մասին ոչինչ հայտնի չէ։ Արդան ոչ մի կերպ ազդեցություն չունեցավ իր ժամանակի քաղաքականության վրա, ապա նույնը չեն կարող ասել Երուսաղեմի երկրորդ թագավորի կնոջ մասին, ով նույնպես հայուհի էր։ Մորֆյան հզոր հայ իշխան Գաբրիել Մալաթիացու դուստերն էր, ում կնության է առնում Կոմս Բալդուին Դբուրը, որպեսզի ամրապնդի իր դիրքերը տարածաշրջանում։ 1118 թվականին Բալդուինը ժառանգում է Երուսաղեմի գահը եւ կոչվում Բալդուին II։ Ամուսիններն անբաժան էին։ Նրանք արդեն ունեին 3 դուստր, իսկ 4-րդը ծնվում է թագադրությունից հետո։ 1119 թվականին Այրունոտ դաշտի ճակատամարտում քրիստոնյաների պարտությունից հետո Բալդուին II-ը եւ Եդեսիայի կոմս Ժոստեն I-ը գերի են ընկնում մուսուլմաններին։ Մորֆիային ինչ-որ կերպ հաջողվում է հայկական զորախմբին թուրքերի հանդերձանքով մտցնել Խարբերդի բանտ։ Արդյունքում Ժոստենը, ով նույնպես ամուսնացած էր հայուհու հետ, կարողանում է փախչել։ Բալդուինն ազատ է արձակվում միայն 5 տարի անց։ Մորֆիայի եւ Ժոստենի կողմից տրված փրկագնի եւ կրտսեր դստերը Յովետային որպես պատանդ առաջարկելու դիմաց։ Բալդուինը մահանում է թողնելով 4 դուստր եւ ոչ մի թագաժառանգ արքայազն։ Երուսաղեմի հաջորդ կառավարչի ընտրությունն արդարացիորեն ընկնում է ավագ դստեր Մելիսենդայի եւ նրա ամուսին հայտնի խաչակիր Կոմս Ֆուլկ Անժուացու վրա։ Մյուս 2 դուստրերը Ալիսան եւ Հոդերնան նույնպես կնության են տրվում ազդեցիկ խաչակիրների։ Առաջինը դառնում է Բոհեմունդ II-ի Անտիոքի Դքսիկինը, իսկ երկրորդը Տրիպոլիի Կոմս Ռայմունդ II-ը։ Բալդուինի կրտսեր դստերը Յովետային կամ Իվետային հեռացնում են կառավարումից եւ ուղարկում Մենաստան։
Այդ արարքին նպաստեց այն լեգենդը, թե իբր սարացինների մոտ պատանդ լինելու ընթացքում ենթարկվել է ոտնձգությունների։ Մելիսենդան մասնակցում էր թագավորության կառավարմանը դեռ մինչև ապագա ամուսնու արևելքում հայտնվելը։ Թագադրումից հետո նա ավելի է ամրապնդում իր ուժը, եւ նրա ստորագրությունը հաճախ հայտնվում է թագավորական փաստաթղթերում ամուսնու ստորագրության կողքին։ Հաճախ փաստաթղթերը միայն նրա ստորագրությամբ են պատահում, որպես թագավորի դուստր եւ Երուսաղեմի թագավորության ժառանգորդի։ Ֆուլկը մահանում է որսի ժամանակ դժբախտ պատահարի հետևանքով եւ նույն տարում Սուրբ Ծննդյան օրը Երուսաղեմի Սուրբ Հարություն տաճարում թագադրվում է Բալդուին III-ը իր մոր Մելիսենդա թագուհու հետ միասին։ Ֆրանկական պատմագիրների հիշողություններում Մելիսենդան մնացել է որպես Երուսաղեմի ամենափայլուն թագուհի, արվեստների հովանավոր։ Մելիսենդան իր երկու քույրերի Անտիոքի եւ Տրիպոլիի կոմսուհիների հետ միասին կազմում է հայ-ֆրանկյան արքայադուստրերի հայտնի եռյակը, որոնք հմայիչ են, կիրթ, տիրապետում են լեզուների, սիրում են շքեղություն եւ ստեղծված են իշխելու համար։ Մելիսենդան մեծ գումարներ էր նվիրաբերում բարեգործությանը եւ աչքի էր ընկնում իր հայանպաստ գործունեությամբ։ Խաչակրաց արշավանքի ընթացքում ֆրանսիացի միասպետի կողմից խլված հողերը հայերին վերադարձնելու որոշումից հետո հայերից մեկը գրում է. Մելիսենդան բարեհաճեց մեզ, քանի որ նա իր մոր կողմից դաստիարակվել էր բարեպաշտությամբ։ Նա լի էր ողորմածությամբ մեր եկեղեցու եւ մեր ժողովրդի հանդեպ։